Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ռադար Արմենիա Լաուրա Հարությունյան, պարոն Քոչարյան, ձեր նախագահ դառնալուց հետո Հայաստանից հեռացավ Վանո Սիրադեղյանը։ Նրա հեռանալու պատմությունը կարծես տաբու լինի հայկական իրականության մեջ, ոչ ոք չի խոսում նրա մասին։ Կարող եք մեր հանրության համար պարզաբանել, ինչպես հեռացավ Սիրադեղյանը, արդյոք կար քաղաքական պայմանավորվածություն, որ նա պետք է հեռանա Հայաստանից եւ չզբաղվի քաղաքականությամբ։ Ի վերջո գնահատականներ կան, որ նա ձեր իշխանության համար նախկինների խավության նոխազն էր։ Քանի որ ձեր գրքում շատ քիչ եք անդրադարձել այս թեմային, այսօր կբացատրեք մեր հանրության համար։ Ես մի քիչ լավ չհասկացա ինչ բացատրեմ, մի հատ ինձ կարող եք ասել։ Ինչու հեռացավ Վանո Սիրադեղյանը Հայաստանից։ Այո, որովհետև դա տեղի ունեցել ձեր երբ եկաք իշխանության։ Նայեք, Վանո Սիրադեղյանի նկատմամբ հարուսված էր քրեական գործ։ Եվ Վանո Սիրադեղյանը հեռացել է ոչ փախել Հայաստանից։ Հիմա դուք ինձ դժվար վիճակի մեջ եք դնում, որովհետև Վանո Սիրադեղյանը մահացել է։ Ինձ դժվար վիճակի մեջ եք դնում, որովհետև մի հարցախոսալ Հայաստանից փախած մեկի մասին, որը կա ինչ-որ մինտեղ, մի հարցախոսալ մահացած մարդու մասին։ Մեր մշակույթի մեջ ընդունված չէ, չէ՞, ասում են մահացածների մասին կամ լավ կամ ոչինչ։ Իրականում ինձ դժվար վիճակի մեջ եք դնում։ Ես չգիտեմ։ Ես հիմա չեմ ուզում մահացած մարդու մասին ասեմ այն ամենը, ինչ գիտեմ։ Իսկապես չեմ ուզում ասել։ Շատ կներեք, բայց սա է վիճակը։ Որովհետև ես հենց որ ինչ որ գիտեմ ասեմ, ես ավելի վատ անկյանտակ եմ դիտվելու սելոնա մահացած մարդու մասին։ Չեմ պատասխանում, շատ կներեք այդ հարցին։